Բարև ձեզ պարոն փոխվարչապետ, մենք այս պահին ուղիղ եթերում ենք և ուզում ենք ձեզ հետ 107-րդ տարեդարձի առթիվ կարճ հարցազրույց ունենալ, որովհետև խորհրդի մասին խոսենք, այստեղ եք ինչ խորհուրդ ունի ձեզ համար և ինչ ուղերձով եք եկել։ Կարծում եմ ամեն ինչ, կարծում եմ, որ ինքնիշխանությունը, անկախությունը չկա ավելի կարևոր բան ուղղակի մեր բոլորի համար և մեր պետության համար և բնականաբար այդ խորհուրդը շատ մեծ նշանակություն պետք է ունենա բոլորիս համար և անհատապես և որպես պետության քաղաքացի։ Պարոն վարչապետ, փոխվարչապետ, 107 տարի առաջ, երբ որ Հայաստանի Հանրապետությունն առաջին հանրապետություն հռչակվեց, դրանից տարիներ անց մենք 2 տարի անց կորցրեցինք մեր անկախությունը։ Ցավոք։ Եվս մի քանի տարի անց վերականգնելով այդ անկախությունը։ Դուք այս սցենարը հավանական հավանում եք Արցախի Հանրապետության տասնամյակներ անց։ Այդ սցենարը հավանական համարում եք Արցախի Հանրապետության դեպքում։ Գիտեք, ես կարծում եմ, եթե մենք այդ ամենին ձեր հարցի մեջ լրջությունը շատ խորն է և կարծում եմ նման հարցերը պիտի մի քիչ ավելի երկար և մի քիչ այլ ձևաչափով քննարկենք։ Բայց կարծիք չունեք, թեկուզ կարճ։ Բնականաբար ունեմ, բայց այդ կարծիքը կարճ արտահայտելը ես համարում եմ սխալ և անհարգանք ձեր հարցի նկատմամբ։ Իսկ ինչպես նույն խորհուրդը ունի այս օրը Արցախի կորստով պայմաններով։ Չեմ հասկանում ձեր հարցը անկեղծ ասած։ Արցախի կորստի պայմաններում այս օրը նույն խորհուրդն ունի, ինչ որ ունեցել է Արցախի ժամանակ։ Գիտեք, ես կարող եմ միայն խոստանալ, որ առիթ կստեղծենք և միասին դրա մասին ավելի երկար կխոսենք և ավելի համապարփակ, որովհետև դուք մի հարց եք բարձրացնում, որի մասին պետք է խոսել երկար և այլ ձևաչափով։ Ավարտենք։ Առիթից օգտվելով չեք ուզում շնորհավորել մեր հայրենակիցներին։ Իհարկե ուզում եմ շնորհավորել, իհարկե շնորհավորում եմ սրտանց։ Շնորհակալություն։ Արդեն առիթ ունեցել եմ շնորհավորել այսօր ուղղակի։ Մեր ուղիղ եթերում։ Իհարկե, շնորհակալություն։